1 միլիոն տրանսպորտային միջոց 2.9 միլիոն բնակչություն ունեցող պետության մեջ։ Բերում, որտեղ են տեղավորվելու այդ մեքենաները։ Ինձ տվեք արժանապատիվ շարժման հնարավորություն, ես չքշեմ մեքենա։ Դեռ ուշ չի, եթե մի 5 տարի էլ սենց գնաց, արդեն ուշ կլինի։ Խցանում էլ կա, խցանում էլ։ Դա խցանում չի, դա քաոս է։ Իսկ միգուցե փորձեմ հանրային տրանսպորտից օգտվել։ Երևանն աճում է դեպի վեր։ Նոր կառուցվող շենքերի երկրորդ, 5-րդ, 9-րդ հարկերում ապրելու համար նոր մարդիկ կգան ու իրենց հետ վերև կբարձրացնեն բոլոր իրերը, բացի մեքենաներից։ Դրանք կկանգնեն այն փողոցներում, որոնք չեն աճում ոչ մի ուղղությամբ։ Շարքի այս էպիզոդն այն մասին է, որ Երևանի փողոցներում խցանում է, կամ ճգնաժամ, կամ քաոս, եւ որ ավելի վատ է լինելու։ Էպիզոդն այն մասին է, թե ինչ պիտի անենք, որ ավելի վատ չլինի։ Բարձրությունը մոտ 150 մետր է լինելու։ Ես հիմա շարժվեցի Խորենացի փողոցից դեպի Տիգրան Մեծի պողոտայի ուղղությամբ։ Այս սարքն օրական 2 անգամ շարժվում է Երևանի ամենաազատ օդային ճանապարհով վերևից նայելու քաղաքի խցանումներին։ Հիմա Քրիստոֆոր փողոցի վրա ենք, փորձում ենք ձախ դեպի Տիգրան Մեծ մուտք գործել։ Այս վարորդն օրական 11 ժամ անցկացնում է ղեկին, դրանցից 6-ը խցանման մեջ կանգնած։ Խոչընդոտեր հայտաբերելու ժամանակ ռադիոկապով փոխանցում ենք օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցներին, որոնք նաև խոչընդոտը վերահսկելու համար բարեկային ծառայության կարգախմբեր են ուղարկում, նշված հատվածներ։ Մեր նկարահանման ժամանակ ոչ մի կարգախումբ ոչ մի տեղ չուղարկվեց։ Մենք անցանք ամբողջ կենտրոնով, Խորենացի, Տիգրան Մեծ, Ագաթան Գեղոց փողոցներով Վարշակունյաց պողոտա, Հաղթանակի կամուրջ, Ամիրյանով Բաղրամյան, Հերացի, Մյասնիկյան, Խանջյան փողոցներ։ Թռչող սարքի աչքերով կենտրոնում վերացնելու ենթակա խոչընդոտ չկար։ Բայց պատկերը փոխվում է, երբ երկնքից ցած է իջնում։ Եկել ենք 2 խաչմերուկ։ Մենք քանի րոպե ենք ծախսել ժամանակ, մոտավորապես 28 րոպե։ Երևի թե 400 կամ 500 մետր ենք ընդհանրապես շարժվել առաջ։ Մենք չգիտենք, որտեղ եք դուք հիմա այս հաղորդումը նայելու պահին։ Մեծ է հավանականությունը, որ խցանման մեջ։ Քաղաքում տեղաշարժվող ցանկացած մարդ այս խնդրի ստեղծողն ու կրողը, ուստի նաև այս նյութի հերոսն է։ Երկար չենք մտածել։ Ընտրել ենք նրան, ով կարող էր երկար վարել առանց հայոյելու։ Ասեք առանց թարթիչը միացնելու։ Խի մանուշ ախպեր, ինքը չի մաշում է ախր։ Կողքի անուշ ախպերը առանց ամրագոտի, սիգարետով։ Բայց ձեր նյարդերը բավական հանգիստ են այսքան վարելու, բանալու։ Ինչ եք անում։ Այսօր եմ քիչ վարել։ Զուտ դրա համար այսօր ոնց մի քիչ ավելի զոսպ եմ։ Բայց այն ինչ որ ես երեք տեսա, դա սարսափելի է ուղղակի սարսափելի է։ Ու տենց մենք դա բառից բուն իմաստով ճգնաժամ է, չի կարելի տենց։ Ճգնաժամ է, քաոս, խցանում, թե քաղաքային կաթված։ Երևանի տրանսպորտային հոսքերը կառավարող վարչության պետը շատ ավելի մեղմ ձևակերպում ունի։ Այսօր Երևանի փողոցում պիկ ժամերին տեղի ունեցողը իրանից ենթադրում է երթևեկության դանդաղումներ, որը պայմանավորված է միանշանակ երթևեկության մեծ մասնակիցներով։ Երևան քաղաքում վերջին 1 տարվա ընթացքում միայն գրանցված ավտոմեքենաների քանակը ավելացել է 11,000-ով։
Ավելացող մեքենաները քաղաքի չլայնացող փողոցներում տեղավորելու, նաև գանձարանը լցնելու համար քաղաքապետարանը տեղային լուծման մի քանի փորձ արեց։ Լուծում առաջին՝ ավելի թանկ գին կարմիր գծերի համար։ Տրամաբանությունը, եթե կայանումը թանկ լինի, վարորդները մեքենաները ավտոտնակից չեն հանի։ Չի լինի մեքենա, չի լինի եւ խցանում։ Մինչև վարձավճարի բարձրացումը մշտական օգտվողների քանակը վճարովի ավտոկայանատեղերի ավել էր, քան 40,000 տրանսպորտային միջոց։ Վերջին տարիներին վճարի փոփոխության արդյունքում մշտական օգտվողների թիվը A եւ B գոտիները միասին վերցրած չի գերազանցում կամ մոտ 8,000-ի։ Սա նշանակում է, որ կայանելու տարեկան թույլտվություն գնել են շատ ավելի քիչ վարորդներ, բայց քաղաքային բյուջեն միևնույնն է շահել է։ Նայենք թվերին։ 2025-ի առաջին 9 ամիսներին Երևանի համայնքային բյուջե կարմիր գծերի համար մուտքագրվել է 1.6 միլիարդ դրամ, 3 անգամ ավելի շատ, քան 2023-ի 12 ամիսներին։ Բայց հայտարարված նպատակը կենտրոնի բեռնաթափումը քաղաքապետարանի համար մնում է նույնքան անհասանելի, որքան վարորդի համար կայանելու տեղ գտնելը։ Ես չեմ պնդում, որ դրանից շատ մեծ ազդեցություն է, բայց ինքը փաստացի իր ազդեցությունը ունեցել է երթևեկության մասով։ Պարոն Հարությունյան, կարող է չեն կանգնում, որովհետև կանգնելու տեղ չկա։ Կան տեղեր, որ կանգնելու տեղ չկա։ Իհարկե, որտեղ կայանատեղերը դրանք սահմանափակ ռեսուրս են։ Այսօր ունենք օրենք, որը ասում է, որ ցանկացած տեղ կարող ես էլեկտրական մեքենա կայանալ։ Ես ինքս վարում եմ 2024 թվականի էլեկտրական մեքենա։ Ու ես չեմ դաժան մտածում ինչ որ միտեղ անվճար կայանելու մասին։ Ինչու՞։ Որտեղ տեղ չկա։ Նույնիսկ վճարովի տեղ չկա։ Նույնիսկ վճարովի։ Բոլոր ակտերը չթույլ է տրված տեղում կայանելն է։ Լուծում երկրորդ։ Սեպտեմբերի 1-ից դպրոցական զանգը 15 րոպե շուտ հնչեց։ Քաղաքապետարանի պարզ տրամաբանական հաշվարկով, եթե երեխաները մի քիչ շուտ արթնանան եւ բոլոր մարդիկ միաժամանակ դուրս չգան տնից, ապա քաղաքը ոչ թե կաթվածահար կկանգնի 1 ժամ, այլ դանդաղ կշարժվի 2 ժամ։ Այն հոսքը, որը գնում է դեպի դպրոցներ, առնվազն ավելի շուտ է, քան այն հոսքը, որը գնում է դեպի աշխատանք։ Որոշ չափով տարանջատեցինք եւ փողոցների ճանապարհների բեռնվածությունը համամասնորեն բաժանեցինք ժամերի վրա, ոչ թե նույն ժամին բերեցինք։ Լուծում երրորդ՝ ճանապարհ տանկ տրանսպորտին։ Երթևեկելի գծերից մեկը նրանն է։ Ներդնում ենք ավտոբուսային առանձնացված գիծ, առավելություն տալով հասարակական տրանսպորտի համար եւ միջինը 3 երթևեկելի գոտի ունեցող փողոցում 1 երթևեկելի գոտին կրճատում ենք։ Ստացվում է այդ բեռնվածությանը զուգահեռ 30% ավելանում է նաեւ բեռնվածությունը մնացյալ 2 երթևեկելի գոտիների համար, որտեղ իրանք նույն տրանսպորտային հոսքերը պետք է սպասարկեն։ Մի բան էլ է արվում։ Մեքենաներին խցանում ճգնաժամից րոպե առաջ հանելու համար պարեկները կանգնում են խաչմերուկներում ու խմբագրում լուսացույցի աշխատանքը ըստ պահի թելադրանքի։ Նախկինի համեմատ որոշակի ավելացում ունենք կարգավորվող խաչմերուկների թվի, մի քանի խաչմերուկ հիմա ավել ենք կարգավորում, հենց ապահովելու այդ հոսքերի անընդհատությունը։ Ճիշտ հասկացա, որ փաստորեն ավելի շատ խցանումներ եւ հետեւաբար ավելի շատ մարդկային ուժի կարիք կա այդ։ Ոչ թե ավելի շատ խցանումներ, այլ ավելի շատ կանխարգելում, որպեսզի խցանումներ չլինեն։ 50-ից ավելի պարեկի համար առավոտյան ու երեկոյան աշխատավայրը Երևանի խաչմերուկներում է։ Հանգստյան օրերին նրանց թիվը պակասում է, վթարների կամ 2 կաթիլ անձրևի դեպքում ավելանում։ Ատեից ուղիղ է միայն։ Ատեից միայն ուղիղ է։ Կարճվեք։ Նրանց աշխատանքի նկատմամբ կարծիքը սակայն հաճախ շատ կարծր է։ Ինքը կանգնում է խաչմերուկի մեջտեղում, երբ որ կանաչ է բացում, լուսային այդ ձողը, քեզ ասում է առաջ անցի։ Եղբայր, ես հարկ եմ վճարում այդ սվետաֆորի համար։ Ես տեսնում եմ, որ կանաչը քեզ ինչի համար են բերել կանգնացրել այդտեղ, որ կանաչը վառի դու ինձ ասես անցի, եկեք պրակտիկորեն ստուգենք։ Դու ճիշտ անում։ Որ հատվածը։ Այո, այդպես կանաչը մեր պահում է, որտեվ ընդ եթե մտնեք փակել են խաչմերուկը։
Խցանման մեջ կանգնած ամեն վարորդ քաղաքային երթևեկության գիտակ է։ Կարող է փողոցային քաոսի տասնյակ պատճառներ թվարկել ու դրանց գոնե մի մասի համար լուծումներ առաջարկել։ Եվ կամ մեկ պատճառ, որ հաստատ բոլորը կասեն։ Մյուսները քշել չգիտեն։ Մեզ մոտ շարժում են բացառապես լուսացույցի լույսով։ Եթե կանաչ է, մտնում են խաչմերուկ, չնայելով հաշվի չառնելով, որ խաչմերուկը խցանված է։ Երկու կողմից են նույն գործողությունը կատարում են եւ դառնում է տոտալ խցանում։ Ամեն երեկո ամեն խաչմերուկ դա է։ Երևանում ճանապարհ անցնելը գոյության պայքար է, ուր ամեն մեկը փորձում է ողջ մնալ, ասում է մարդկանց վարել սովորեցնող ընկերության հիմնադիրը։ Նայեք, հոձգիծը կտրեց ստիպված, որովհետև այս մեքենան շնորհակալություն շատ երկրորդը մենք չէինք ֆայմել այսպես անենք, տեսակ։ Իրանք շատ խելացի են, մենք չէինք հասկացել, որ կարելի է այսպես վարվել։ Տեսեք, այնտեղից դուրս եկավ, անմիջապես շարքը փոխեց, գնաց ձախ, նորից կմտնի հիմա այս շարք, ինքը տոնում է իր փոքրիկ հաղթանակը մնացածների նկատմամբ։ Երևանի չընդլայնվող փողոցներում խնդիրները շարունակելու են աճել, եթե աճում է մեքենաների եւ բազմաբնակարան բնակելի համալիրների քանակը։ Վերջինի մասին ահազանգները հնչել են դեռ 1990-ականներից։ 1993 թվականին սովետական Հայաստան թերթում բավականին մեծ հոդված եմ տպագրել։ Այն ժամանակ դեռևս տրանսպորտային հոսք բարձր ինտենսիվություն չկար։ Բոլոր ազատ տեղերը սկսեցին շենքեր կառուցել։ Եվ դա առանց տրանսպորտային հատակագծի քննարկման։ Եվ այսօր մենք ունենք այն, ինչ որ ես կանխատեսում էի։ Վերջին 5 տարում Երևանի քաղաքապետարանը տվել է բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ շենքերի եւ բնակելի համալիրների կառուցման 588 թույլտվություն։ Այդ շենքերի ապագա բնակիչները ինչ որ կերպ ընդհանուր երթևեկությանը միանալու ճանապարհ պիտի գտնեն։ Դավիթ Բեգի վրա աչքի վրա շենքեր են սարքել, ճիշտ է։ Ես պարզապես զարմանում եմ, լավ, դուք այդ շենքի թույլտվությունը տվել եք, կոնե մի հատ ավտոյի տեղ չեք թողում ճանապարհի եզրից հեռու, մի ավտոյի կոնե։ Հենց ճանապարհի բերանից շենքը դնում կառուցում եք, ո՞նց կարելի է։ Երևան նորեցօր ծանրանում է նորակառույց բազմահարկերով։ Ամեն նոր շենք իր հետ բերում է նոր բնակիչներ, նոր մեքենաներ ու նոր բեռ արդեն իսկ խցանված փողոցների վրա, որոնք ոչ լայնանալ են կարող, ոչ երկարել։ Վարչությունը ինչ է անում։ Նմանատիպ դեպքերում սկսում է ուսումնասիրել, ինչ երթևեկության կազմակերպման փոփոխություններ են հնարավոր, որպեսզի իրավիճակը բարելավեն կամ առնվազն այսօրվա վիճակը պահպանեն։ Օրինակ, Արաբկիրի մասով որոշակի երթևեկության կազմակերպման սխեմաներ ենք մշակել, հնարավոր է այնտեղ կիրառենք միակողմ երթևեկություն փողոցներում, որը իրավիճակը կբարելավի։ Անկախ կառուցապատման տեմպերից վարչությունը փորձում է լուծումներ գտնել։ Քաղաքապետարանը շենքի կառուցման նոր խնդրի առաջացման թույլտվություն տալուց հետո տալիս է այդ խնդրի լուծումը։ Սրանք համակարգային խնդրի հատվածական լուծումներ են, կարծում է քաղաքային պլանավորման մասնագետ Սարհատ Պետրոսյանը։ Եկեք խոսենք Մոնթե Մելքոյան փողոցի շրջակայքի նախկին Դալմայի կանաչ տարածքները, որոնք ամբողջովին վայրագ ձևով կառուցապատվեցին վերջի 7-8 տարիների ընթացքում։ Եթե բոլոր շենքերը կառուցվեն, ապրելա 20-ից 25000 հոգի մարդ։ Դա Սևան քաղաքն է։ Երևանի մի մասում մենք ստեղծում ենք Սևան քաղաքի չափ մի հատ տարածք, որտեղ կա 0 դպրոց։ Եթե ես ապրում եմ Զեյթունում, երեխաս դպրոց է գնում Շիրակացում, Մասիվում, կինս աշխատում է սոցիալ նախարարությունում, ես աշխատում եմ, չգիտեմ, Արշակունյացի վրա, հələ մի հատ էլ երեխաս մի հատ ուրիշ տեղ մանկապարտեզ է գնում, ապա նշանակում է այդ տունը պետք է ունենա 2 մեքենա։ 2 մեքենան արևոտ 8-ից պիտի դուրս գնան այս գործողությունները խցանում ստեղծեն, հետո մի հատ է գնան դեռ կայանեն։ Եթե քաղաքը ճիշտ կառուցվի, եթե մարդն իր բնակելի թաղամասից տեղաշարժվելու կարիք չունենա, խցանում չի լինի, բայց երթևեկությունը եթեներով չի կարգավորվում։ Վերադառնանք իրականություն, մեր տաքսու սրահ։ Մենք ժամ 40 րոպեում անցել ենք 12 կիլոմետր։
Սովորական պայմաններում դա կարող էինք անցնել ինչքան ժամանակում։ 12 կիլոմետրը մոտավորապես կարելի է անցնել իրան 15 րոպեում։ Մենք չգիտենք որտեղ եք դուք հիմա, բայց մեծ է հավանականությունը, որ խցանման մեջ։ Ենթադրվում է, որ մինչ մենք թվարկում էինք խցանումածին խնդիրները, դուք անցաք մեկ խաչմերուկ, ինչի առթիվ եւ ձեզ շնորհավորում ենք։ Հաջորդ խաչմերուկը առաջարկում ենք անցնել լսելով այն լուծումները, որոնք մի օր գուցե ձեզ փրկեն խցանումից։ Ընդհանրապես պետք է քաղաքը մի քիչ մեծացնել։ Պետք է այնպես անել, որ մարդիկ մեքենա չքշեն։ Ես չգիտեմ նման տարբերակ։ Միակ տարբերակը սահմանափակումների կիրառումն է։ Տարբեր մակարդակի տրանսպորտային հանգույցների խնդիրն է, որ պետք է լուծվի։ Խնդիր ստեղծողն ու խնդրի կրողը, վարորդը, թերևս ամենահաճախն է մտածում դրա վերացման մասին։ Նրանք 1000 ու մի լուծում ունեն։ Օրինակի համար, եթե վերցնեն ամբողջ կառավարությունը տեղափոխել կենտրոնից Արձանի ձոր, չեմ ասում օրինակի համար Չարենցավան, միանգամից երթևեկությունը բավականին լուրջ կթեթևանա։ Բայց պետական մարմինների ներկայացուցիչները աշխատանքային օրվա աշխատանքային ժամին քաղաքի կենտրոնի իրենց աշխատասենյակներից ասում են, սա սովորական խնդիր չէ։ Ոչ թե աշխատանքային, ես հանձնարարել եմ, որ ճգնաժամային խումբ ստեղծեն։ Հանձնարարականներից մեկը ներկայացնել հայեցակարգ նոր սահմանափակումների մասով։ Երկրորդը ավտոբուսային գծերի շարունակականության ապահովման մասով։ Երրորդը նոր արդի տեխնոլոգիաների կիրառման արդյունքում երթևեկության ավելի արդյունավետ կազմակերպման մասով։ Թարգմանենք պաշտոնական լեզվից։ Նոր սահմանափակումներ ասվածը նշանակում է ավելի կոշտ կյանք վարորդների համար։ Համարակալել մեքենաներն ու շաբաթվա մի մասում թույլ տալ կենտ, մյուս մասում զույգ թվերով մեքենաների երթևեկությունը, ավելի խստացնել կայանման քաղաքականությունը եւ այլն։ Այդ ամբողջ առաջարկները բոլոր հնարավոր սցենարներով մշակվում է եւ կներկայացվի քննարկման եւ որոշում կայացնելու դեպքում սկսվի արդեն իրագործման գործընթացը։ Մինչ ստեղծված ճգնաժամային խումբը կանի հերթական նիստը ու կորոշի ում արգելել եւ ում թույլատրել, քաղաքապետարանը հայտարարում է, ստեղծվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն։ Ավտոմեքենաների ավելացումը վստահաբար շարունակվելու է։ Եվ ես վստահ եմ, որ մենք վաղը մյուս օրը նաև հիմնարկի աշխատանքի եւ վերլուծությունների արդյունքում գալու ենք եւ այստեղ ներկայացնելու ենք որոշակի սահմանափակման տրամաբանություն, նաեւ հանրային տրանսպորտի զարգացմանը զուգահեռ։ Եվ այստեղ այս ամբիոնի մոտ այստեղ շորեր են ճղվելու, մազեր են պրճոկվելու, էտա լինելու։ Տրանսպորտի տեղաշարժին գիտական հայացքով նայող Ճարտարապետության ու շինարարության ազգային համալսարանում լուծման շրջադարձային հակառակ պատկերացում ունեն։ Մենք պարտավոր էինք գոնե ամեն 5 տարի մեկ տրանսպորտային հանգույց կառուցել մեր ծանրաբեռնված խաչմերուկներում։ Էստակադաների եւ այլնի մասին։ Այո, շատերը ինձ հորդորում են, ասում են, լավ, այդ մի էստակադան կառուցեցինք, հոսքը այդտեղ թեթևանելը լցվելու է մյուս խաչմերուկ։ Ընկերներ, այդպես չի լուծվում։ Մեկը կառուցում ես, հաջորդ 5 տարի մյուսն ես կառուցում, հաջորդ 5 տարի մյուսը եւ քաղաքի լուծված հարց կունենայինք։ Քաղաքապետարանից տեղեկացնում են, վերջին 5 տարում Երևանում միայն մեկ էստակադա է կառուցվել Բաբաջանյան աշտարակի խճուղի ճանապարհահատվածի Գուսան-Շերայում եւ Տիչինայի փողոցների հատման մասում։ 3 տեղ է քննարկվում Երևան քաղաքում, դրանք կենտրոնում չեն, դրանք Նորագավիթ, ձեր նշած Միասնիկյանը եւ այսպես կոչված սերվիզի խաչմերուկ, որպեսզի բոլորի համար պատկերավոր sense արտահայտվեն։ Համալսարանում սեղանին են դրվում հաստափոր գիտական հոդվածներ, ներսում շատ թվեր ու լուծումներ։ 142 խաչմերուկ մշտադիտարկելուց հետո ասում են, եթե էստակադան թանկ է ու անհարմար, ստեղծենք ավտոմատ կառավարման համակարգ։
Մեզ անհրաժեշտ են տեխնիկական միջոցներ, որոնցից տվիչներն են, այսպես ասած տրանստայն դետեկտորները, որոնք որ տեղակայվում են խաչմերուկներում, տեղեկատվություն տրամադրելու համար։ Այնուհետև այդ տեղեկատվության հիման վրա հաշվարկվում է մեր լուսացույցի աշխատանքի ռեժիմները եւ արդեն կառավարման կենտրոնը տեսախցիկներով վերահսկում է Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցը։ Եվ այդ բոլոր տվյալների հիման վրա կառավարվում է իրական ժամանակում մեր երթևեկությունը։ Թարգմանենք գիտական լեզվից։ Համալսարանում ըստ էության խաչմերուկներում երթևեկությունը կարգավորող պարիկների ավտոմատացված այլընտրանք են առաջարկում։ Առաջարկները սակայն մեծ մասամբ մնում են թղթի վրա։ Լուծումներ փնտրողներն ու առաջարկողները իրար այդպես էլ չեն գտնում։ Սկզբնական փուլում բոլորին հետաքրքիր է, հա շատ լավ բան է, շատ լավ է, եկեք բան անենք, կիրառենք ու գնաց ու մեռավ։ Ոչ մի ընթացք չի տրվում։ Շարքի այս էպիզոդն այն մասին էր, որ մայրաքաղաքի փողոցներում խցանում է, կամ ճգնաժամ, կամ քաոս։ Երևանը մագնիս է, որ մարդկանց ու մեքենաներին ձգում է դեպի խցանման էպիկենտրոն, օրեցօր խտացնելով ու ծանրացնելով շարժումը։ Քննարկվող լուծումները չեն փոխում ուղղությունը, դրանք պարզապես փորձում են թույլատնել ձգման ուժը նոր սահմանափակումներով ու կարգավորումներով։ Ասել է, թե մենք վազում ենք ամբողջ ուժով, որ կանգնած մնանք նույն տեղում։ Բայց ինչ-որ բան պետք է փոխել, հիմնավոր մի բան։ Գուցե մագնիսական դաշտը մարզերը դարձնելով ոչ թե մեկնարկային կետ, այլ նպատակ։ Իսկ մինչ այդ, վաղը մենք նորից կհանդիպենք, հավանաբար նույն ճանապարհին, նույն խցանման մեջ։